Բոլոր վարկածները վստահեցում եմ, որ քննարկվել են, ցավոք սրտի պիտի փաստեմ, որ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել եմ։ Կարող եք ասել հայրը հոգեկան հիվանդ է եղել։ Հայրը տարել նետել է, հա, երեխային հետ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի եւս 4 երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, այսինքն երեխա շարունակում հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող